Ես քոնն։ Հա, շնորհակալություն։ Մտնենք իմ սենյակ խոսենք։ Փոխվեմ գամ։ Ներսարի։ Նստի։ Հումոր էինք անում։ Ծիծաղում էինք։ Ուզում էինք հասկանալ, ով է մեզանից խուդան։ Հիշում ես, չէ՞։ Ծնունդիդ նկարը։ Որ Սարիկը բերեց դրեց կողքին ու փորձում էր նմանություններ գտնել։ Այդ ժամանակ ծիծաղում էինք, բայց հիմա ընդհանրապես ծիծաղս չի գալիս։ Ինչ է եղել։ Ես գետնի տակից է լինի Սարիկին պետք է գտնեմ։ Հայ այդ արդեն ասել ես։ Չէ։ Ես ուրիշ թեմա է։ Ես անգամ արդեն անձամբ ինձ է պետք։ Ես անգամ գործով չի։ Բա ինչի համար է։ Կասեմ մանրամասն, երբ որ հանդիպեմ իր հետ։ Եթե հանկարծ հետդ կապի դուրս կգա, ասա, որ ուզում եմ իրան անձամբ հանդիպել։ Ասա, որ իրան որպես հանցագործ չեմ բռնելու։ Ու քո կողմից իր աշխատավորի։ Դու ինձ հավատում ես, չէ՞։ Ասա թող տեղու ժամ ասի։ Ես ուզում եմ անձամբ հանդիպեմ հետը։ Ինչ է եղել, Վիգեն։ Ոնց բացատրեմ քեզ, որ հասկանաս։ Հիմա գիտես ոնց է։ Ոնց որ ինչ-որ մեկը կոկորդիցս բռնած լինի, ուզում եմ գոռամ ու չի ստացվում, չեմ կարողանում։ Ես քեզ խնդրում եմ, ուղղակի հարցեր մի տուր ինձ։ Ես համոզված եմ, որ ինքը քեզ հետ անպայման կապի դուրս կգա, որովհետև քեզ վստահում է։ Համոզված եմ գոնե կհետաքրքրվի, թե ինչ կա իր մասով։ Այ քեզ պատահականություն։ Ես արդեն սկսում եմ ճակատագրին հավատալ, գիտես։
Հա որ։ Իհարկե, ոնց կարար ես մեծ աշխարհում ես ինչ-որ բան կորցնեի ու հենց դու գտնեիր։ Ավետ, Ջան, ես կանգնած եմ, դու անցնում ես, շատ պատահական տեսնում ես ինձ ու ինչ որ հրաշքով հասկանում ես, որ ես եմ հենց այն մարդով գտելա դրամապանակդ։ Նորից ասեմ այդ երկար նախադասությունը։ դե լավ հանգստացի։ Դրակոն էլի զարթնեց։ Լսի, դու չգիտեմ ով ես ու ինձնից ինչ ես ուզում, բայց այս ճակատագրական իբր պատահական հանդիպումներին վերջ ես դնում։ Իսկ ես աբերել եմ այստեղ հասցրել, որ դու չգաս իմ հետևից իբր գտնելու համար։ Հիմա ես գնում եմ, դու մոռանում ես իմ մասին։ Ու իմացի, որ քո խաղը չստացվեց։ Ոնց չստացվեց։ Հերոսի համարը արդեն ունեմ։ Ես միշտ իմ ուզածին հասնում եմ։ Սիրուն ջան։ Ոնց որ քեզ եմ ձեռքով անում, հա։ Լավ է սիրուն աղջիկ էր։ Եթե սիրուն աղջիկ էր, երևի քեզ էին ձեռքով անում։ Հա լավ է, ինչ ես ամեն ինչ այսքան բարդացնում։ Կարող է լավ ընկերներ ենք դառնում, ինչ գիտես։ Օրինակ ես կուզենայի իմ նման լավ ընկեր ունենայի։ Մաղթում եմ։ Նայ, սկզբից կարող է լավ ընկերներ լինենք։ Հետո արդեն շատ սիրուն ձեռքեր ունես։ Հա։ Բարդա։ Դե փառք Աստծո։ Ասա, Տեղը տասա գալիս եմ։ իմ տեղը ինչ կապ ունի։ Կգաս հին տների վերևը։ Քեզ եմ սպասում։ Երբ կլինես։ Կես ժամից։ Լավ։ Ինչ կա աղբերս ոնց եք երբ ես եկել։ Լավ, ցավը տանիմ։ Այսօր ենք եկել ու միանգամից մտել եմ գործի։ Հեսա։ Նայ, եթե սուշի բանման պետք եղնի ձենալ։ Հա էլի հարց չկա, բայց ինչի՞ չես զանգել։ Դա պեգա միանգամից մտա գործի, էլ չհասցրի էլի։ Ինչ է։ Իջել է փորս։ Ապեր սենց ասեմ, պրծել ես լրիվ գիտես։ Ադե լավ, դե ձեր մի առա։ Մենք համել բանկ ենք, էլի պայքար ենք իր համար։ Մենք չէ, ապեր մաշը պայքարի դրա համար։ Ինձ թվում է այդ աղջիկը քեզ տերորիա է ենթարկում։ Քեզի ճիշտ կտվա։ Հմդիգա կոֆե դի խմենք, կարող է գաս միանաս մեզի։ Սենց ասեմ, ես արդեն միացել եմ ձեզի։ Դե ուրեմն արի նստենք փոխվիմ ու ելնենք կոֆե խմելու։ Գնացինք։ Հա, ինչ ա եղել։ Հիմա ինչ պիտի ասեմ դուրը չի գալու։ Վիգենի հետ էինք, բենզին լցրեցինք, ես վճարեցի։ Ու Այդ 20,000 անոնցներից մեկը տվեցի։
ոնց է այստեղ հայտնվել։ Հետո բա։ Ինչ է դու եկա մենակ դա գործի միանգամից։ Այս ֆոկուսնիկ եք, ես ինչ շուտ եք հասել։ Այս Լիզան ուրա բա։ Հա։ Լիզան ասում եմ, ուրա, տաքսիով անցնելուց տեսել էր գրկած կանգնացեք։ Նենց սոված եմ։ Ասում ես Լիզան ուրա։ Մաշս, երևի բանում խառնես կա։ 100 տարվա ընկերուհիս է բանում խառնեմ գը։ Խելքդ լրիվ թարցրել ես, հա։ Ախր ես գիտե, որ քո այդ գործ պետք է չբռնե, որովհետև դու այդ Վիգենի քաթի տակ ես ապրում։ Վաղը որ օգնության կարիք ունենա այդ Վիգենը, կարող է ընկերական զգացումներից ելած գնաս օգնես, հա, ես չգիտեմ։ Հանգստացի ուրիշ տարբերակ չունեի։ Տեսել է որ 20,000 անոց կա մոտս։ Հիմա չգիտեմ այդ տարածքում կամերա կա թե չկա, բայց եթե բարձեն որ կեղծա, չգիտեմ կհասկանա մեր տվասնա թե չէ։ Մի խոսքով չգիտեմ ինչ կլինի։ Լսի, Վիգենը միամիտ չի։ Այ միամիտը դու ես, որ սաղ կյանքդ չսովորեցիր խաբել, ինքդ քեզ էլ մատնելու ես։ Հասկացար։ Լսի ինչ եմ ասում։ Թարգում ենք, ես ուրիշ մարդ կգտնեմ։ Սպասի։ Ճիշտ ես ասում, Վիգենի աչքերին դժվար է նայել։ Բայց ինչ վերաբերվում է թարգելու մասին մոռացի։ Երեքես այնպես վիճակում է եղել, որ ինչ ուզում լինի ես տարբերակ չկա, ես չեմ թարգելու։